Հարգելի քաղաքացիներ, մենք հիմա հյուրընկալել ենք ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, քրեաբանական վերլուծության եւ իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանին, պարոն Հովսեփյանը հիմա կամ փոփի քվեարկության օրվա ընթացքում եւ մինչ քվեարկության օրը ստացված դիմումները եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Համեցեք, պարոն Հովսեփյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի հերթական ընտրություններին պատշաճ հասարակական կարգ պահպանելու, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք կազմակերպչական եւ նախապատրաստական բնույթի միջոցառումներ, մասնավորապես ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, շտաբի կազմում գործում են համապատասխան աշխատանքային խմբեր, մարզային մակարդակներում նույնպես ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որոնք անմիջականորեն տեղում ղեկավարում են ոստիկանության բոլոր ծառայողների գործունեությունը, նշեմ, որ բոլոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայություններ, ընդհանուր առմամբ տեղամասեր են գործուղվել 5239 ոստիկանության ծառայող, բացի այդ կազմվել են նաև օպերատիվ խմբեր, բարեկային խմբեր, հանրապետության ողջ տարածքում այսօր հասարակական կարգը պահպանելու եւ ծառայություն իրականացնելու համար կազմավորվել են նաեւ պահեստային խմբեր, անհրաժեշտության դեպքում ծառայության մեջ գտնվող ոստիկանության ծառայողներին օժանդակելու նպատակով։ Նշեմ նաեւ, որ մինչ ընտրությունների օրը ոստիկանության կողմից ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ, նախընտրական քարոզարշավի շրջանում հնարավոր հանցագործության դեպքերը, հանցավոր դրսևորումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։ Ընդհանուր առմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ ընտրության օրը կազմվել եւ նախաքննական մարմին է ուղարկվել հանցագործության մասին շուրջ 100 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Քրեական վարույթները վերաբերում են հիմնականում ընտրակաշարք տալուն, ստանալուն եւ միջնորդությանը, արձանագրվել են նաեւ բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու մի շարք դեպքեր։ Հիմնականում հանցագործությունները վերաբերում են այս հանցագործություններին դեպքերը։ Նշեմ նաև, որ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ակտիվ համագործակցություն է իրականացվել գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների հետ, համագործակցություն է իրականացվել նաև ազգային անվտանգության ծառայության հետ եւ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տվյալ հանցագործության բազմաթիվ այլ դրվագներ։ Ավելացնեմ նաև, որ ներքին գործերի նախարարությունում գործում է շուրջօրյա թեժգիծ, օպերատիվ կառավարման կենտրոնի 112 կենտրոնի թեժգիծը 8767 հեռախոսահամարով։ Մինչ այս պահը կարող եմ նշել, որ ստացվել են թեժգծին 44 զանգեր, արձանագրվել են նաև կրկնակվեարկության 2 դեպք, որոնցով կազմվել են համապատասխան հաղորդումներ եւ ուղարկվել է քննչական կոմիտե, եւս 53 դեպք գտնվում է ստուգման փուլում։ Հակիրճ այսքանը ընտրությունների ավարտից հետո ուշ երեկոյան նորից հանդես կգանք հայտարարությամբ եւ կներկայացնենք օրվա ընթացքում արձանագրված դեպքերը։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, կան հարցեր։ Եթե չկան, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ եւ կրկին հիշեցնում եմ, որ քվեարկության ավարտից հետո դուք ելի հյուրընկալվելու եք մեզ մոտ։ Շնորհակալություն։